Ողջույն սիրելիներս, դուք կրկին Սահականուշի խոհանոցում եք և ես անչափ ուրախ եմ և շնորհակալ։ Ինչպես տեսնում եք, թխել եմ շատ համեղ, շերտավոր խմորով մի կարկանդակ, պիրոգ, կարելի է նաև այսպես անվանել, որի մեջ շատ համեղ խճողակ եմ տեղավորել։ Եվ ահա, իմ սեղանի վրա դուք տեսնում եք այն մթերքները, որոնք անհրաժեշտ են այս համեղ կարկանդակը պատրաստելու համար։ Շերտավոր խմոր, սունկ, գազար, սոխ, պանիր, հավի միս և համեմունքներ՝ սև պղպեղ, կարմիր, աղ, քարի, կարող եք նաև ավելացնել սունելի, եթե դա ձեզ ավելի շատ է դուր գալիս, բայց քարի համը բավարար է այս բոլոր մթերքները ավելի համեղ դարձնելու համար։ Այժմ ես սկսում եմ նախապատրաստել բանջարեղենները, որոնք պետք են մեր կարկանդակի խճողակը պատրաստելու համար։ Սոխը կտրտում եմ մանր կտորներով, դուք կարող եք թողնել կիսալուսնաձև, սա ձեր նախընտրությունն է, այստեղ պատրաստի բաղադրատոմս չկա, ամեն ինչ ձեր հայեցողությանն եմ թողնում։ Եվ այսպես սոխը կտրտեցինք, այժմ հերթը գազարինն է։ Գազարը իհարկե անց ենք կացնում խոշոր քերիչով, սա շատ ավելի հարմար է, քան կտրտելը, և այսպես գազարը ևս պատրաստեցինք, սունկը նույնպես կտրտում ենք վերածելով մանր կտորների, սա էլ ձեր նախընտրությունն է, կարող եք մի քիչ ավելի խոշոր թողնել, մի քիչ ավելի մանր, ինչպես ձեզ դուր կգա։ Այժմ իմ պատրաստելուց հետո դուք ինքներդ որոշեք, դուք ինչպես եք ուզում պատրաստել։ Կարող եք վերցնել ցանկացած տեսակի սունկ, շատ համեղ է ստացվում նաև կախասունկով։ Հավի միսն եմ կտրտում, այս անգամ կրծքամսի փոխարեն ես վերցրել եմ հավի ազդրամիսը։ Ճիշտն ասած, որոշեցի այսպես պատրաստել, որովհետև ավելի համեղ կարող է ստացվել։ Ահա, մանր կտորների վերածեցի, այժմ կտրտում եմ ամբողջը և նորից տեղավորում ենք մեր ափսեի մեջ։ Քերում եմ պանիրը, հալվող պանիր եմ վերցրել, դուք նույնպես կարող եք վերցնել, բայց արդեն ձեր նախընտրածը, բայց իմացեք, որ անպայման հալվող լինի, որպեսզի և գեղեցիկ լինի, և համը ավելի հաճելի լինի, և ոչ աղի։ Այժմ սկսում ենք բանջարեղենի պատրաստելը։ Մի փոքր կտոր կարագ եմ դնում թավայի մեջ, հալվելուց հետո վրան ավելացնում եմ սոխը։ Մարմանդ կրակով ենք ամեն ինչը պատրաստում, որպեսզի մյուս բոլոր բաղադրիչները հասցնեն իրար հետ տապակվել։ Սոխի կիսապատրաստ լինելու հետ ավելացնում եմ գազարը, որովհետև դեռ գազարի հետ էլ պիտի տապակվի։ Ավելացնում եմ սունկը, էլի մի լավ խառնում եմ և թողնում եմ տապակվելու։ Եթե զգում եք կարիք կա, կարող եք կափարիչով ծածկել, մի փոքր շոգ է խաշվի, բայց կարծում եմ դրա կարիքը չի լինի, որովհետև մարմանդ կրակով գազարի և սոխի մեջ սունկը շատ լավ կեփվի։ Ահա տեսեք ինչքան լավ է եփվել, դուք կնայեք արդեն ձեր պատրաստման ճիշտ եղանակին, ինչպես եք հարմար գտնում պատրաստել ուժեղ կրակի վրա, թե ավելի թույլ։ Հավը ավելացնելուց հետո ավելացնում եմ համեմունքները, որպեսզի լավ խառնվի իրար, մի լավ խառնում եմ, քանի որ հավի միսը կիսաեփ վիճակում էր, շատ չեմ թողնում արդեն տապակվի, մի 3-4 րոպե, որից հետո արդեն կրակը անջատում եմ, կափարիչը դնում և թողնում եմ համերը մի լավ խառնվի իրար։ Այժմ բացում եմ խմորը։ Խմորը իմ պատրաստած խմորն է, գիտեք արդեն 3 տեսակ խմոր կա իմ էջում,
Այս խմորը վերջին խմորն է, համար 3-ը, ես համարակալել եմ, որովհետև իրենց և պատրաստման ձևով և բաղադրիչներով բավականին տարբերվում են։ Խմորը բացել եմ 54 սանտիմետր, մոտավորապես 54-55 սանտիմետր երկարությամբ և 36 սանտիմետր լայնությամբ, գորգի վրա շատ լավ երևում է այդ չափերը, դրա համար ավելի ստույգ եմ ասում։ 2 մատ լայնությամբ շերտիկներ եմ անում 1/3 մասի վրա, այժմ պտտում եմ, որպեսզի կարողանանք խճողակը տեղավորել մեջտեղում, մյուս 3/4 մասը արդեն պիտի փաթաթման աշխատանքին օգնի։ Տեսեք, խճողակը հովացել է, շատ անուշ բույր ունի, շատ լավ տեսք ունի, այնպես որ ես խորհուրդ կտամ անպայման պատրաստել։ Երևելի խմորեղեն ստացվեց, պյուրո, կարկանդակ, չգիտեմ ինչ անուն ուզում եք տվեք, ամեն դեպքում շատ համեղ էր և տեսքն էլ շատ գեղեցիկ։ Ահա, պանիրը դնելուց հետո ազատ շերտը վրա բերելով ծածկում ենք խճողակը, սեղմում ենք, ամրացնում ենք եզրերը, որից հետո մեկ ձուն կոտրում եմ և հարում։ Կարող եք միայն սպիտակուցը քսել, բայց չգիտեմ ինչու այս անգամ որոշեցի ամբողջական ձուն օգտագործել։ Այս ծալած շերտը լավ պատում ենք ձվի շերտով, սա նրա համար է, որ և խմորը ամրանա և փայլը տեղը լինի, իսկ մյուս շերտերը պտտելով այսպես գեղեցիկ փակում ենք ամբողջ այս մակերեսը։ Ես վերջացրեցի խմորիկների փաթաթելու ամբողջ գործընթացը, այժմ ամենադժվար պահն է, պիտի պտտենք, նախապես ասեմ, որ ավելի հեշտ կլինի, եթե դուք խմորեղենը սկսեք հավաքել միանգամից յուղաթղթի վրա, որպեսզի հետո տեղափոխման խնդիր չառաջանա, մի հոգու համար դժվար է միանգամից տեղափոխել։ Երկու ծայրերը դեմ դիմաց միացնում ենք իրար, եթե պետք է ավելացած այն խմորը, որ կտրեցի, այդ խմորով ես հիմա մի շերտիկ ևս կավելացնեմ, որպեսզի արդյունքում գեղեցիկ կտրվածք ունենանք։ Եվ այսպես ես տեղափոխեցի յուղաթղթի վրա և հիմա ամբողջ այս մակերեսը պիտի պատենք ձվով։ Ձուն քսելուց հետո այժմ պիտի տեղափոխենք 200 աստիճան տաքացված ջեռոց, թխելու ենք 25-30 րոպե։ Անցավ 30 րոպե և մեր կարկանդակը պատրաստ է։ Տեսեք ինչքան գեղեցիկ է, շատ անուշ բույր ունի, իսկ հիմա կկտրենք և կտեսնենք, թե ինչպիսի տեսք ունի միջուկը։ Ահա սիրելիներս, այսպիսի գեղեցիկ և համեղ կարկանդակ ստացվեց, կարող եք ձեր ցանկությամբ ձևավորել, կարող եք իմ պատրաստածի նման պատրաստել, ահա այսպիսի տեսք ունի, շատ ախորժելի և շատ համեղ։ Այսքանը սիրելիներս, կրկին շնորհակալություն իմ ալիքին հետևելու, ինձ գեղեցիկ մեկնաբանություններ գրելու համար, իսկ այժմ ինձ մնում է ձեզ ասել ցտեսություն, մինչ նոր հանդիպում։